Մարտի 8-ին մեկնարկեց 2014 թվականի Թեքալիի գործընթացը։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ։ Հանդիպման սկզբում խոսքը տրամադրվեց Թեքալիի դպրոցի տնօրեն Հուսեյն Հուսեյնովին, ով ողջունելով ներկաներին նախ շնորհավորեց բոլոր կանանց և աղջիկներին մարտի 8-ի առթիվ, ապա նշեց, որ Թեքալիի գործընթացի հաջողությունը բոլորիս նպատակն է։ Խաղարարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի նախագահ Գյորգի Վանյանը ողջունելով մասնակիցներին հիշեցրեց, որ մեր շարքերից բացակայել են Թբիլիսիի ICCN հակամարտությունների և բանակցությունների միջազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն գիտնական Գյորգի Խուցիշվիլին և նոյեմբերյանի մշակույթի տան տնօրեն Կարինե Ազիբեկյանը, ովքեր իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Թեքալիի գործընթացին։ Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը։ Ուղիղ 3 տարի առաջ մեկնարկեց Թեքալիի գործընթացը։ Գյորգի Խուցիշվիլին Թեքալիի գործընթացի առաջին զեկուցողն էր։ Նա 2011 թվականի մարտի 9-ին կայացած Վրաստանի միջնորդությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում կողմ և դեմ թեմայով քաղաքական լսումների ժամանակ հանդես եկավ կողմ դիրքորոշումով։ Թեքալիի գործընթացի 2014 թվականի բոլոր հանդիպումներն ու ակցիաները կնվիրվեն Գյորգի Խուցիշվիլիի հիշատակին, ով պայքարեց Հարավային Կովկասում խաղաղության, մարդու իրավունքների և ազատության համար։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Գյորգի Խուցիշվիլու այրին տիկին Նինան։ Նա երախտագիտություն հայտնեց բոլոր ներկաներին։ Ապագա ակցիաների շնորհանդեսի շրջանակներում խաղարարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի ծրագրերի համակարգող Լուիզա Պողոսյանը ներկայացրեց 2014 թվականին կայանալիք 3 քաղաքացիական լսումների տարածաշրջանային նշանակության թեմաների բաց մրցակցային ընտրության սկզբունքները։ 2014 թվականի հունիսին Թեքալիում կկազմակերպվի երիտասարդական ճամբար, որտեղ կընդգրկվեն հայ և ադրբեջանցի երիտասարդներ։ Ճամբարի նախագիծը ներկայացրեց նախագծի PR մենեջեր Զամիրա Աբասովան Բաքվից։ Հարավկովկասյան միություն կողմ և դեմ քննարկման շրջանակներում կողմ զեկույցով ելույթ ունեցան Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ղազախ Աղստաֆ համասնաճյուղի համակարգող, իրավապաշտպան, մասնագիտությամբ բժիշկ Համիս Մասիմովը և Երևանի հայ-ռուսական համալսարանի դասախոս, Արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի նախագահ, Իզվեստիա թերթի թղթակից Տիգրան Հովհաննիսյանը։ Ելույթ ունեցողները նշեցին, որ միության ստեղծմամբ կվերացվեն բոլոր հակամարտությունները և տարածքային վեճեր այլևս չեն լինի։ Պետք չէ ապրել վառոդի տակառի վրա, որն ամեն րոպե կարող է պայթել։ Հարկավոր է հաղթահարել թշնամանքը և այն միլիարդավոր դոլարները, որ երկուստեք ծախսվում են սպառազինության վրա, ուղղել տարածաշրջանի զարգացմանն ու մարդկանց բարեկեցությանը։ Հարկավոր է որոնել տնտեսական համագործակցության ուղիներ։ Եթե հասարակությունը ցանկանա, իշխանությունները ստիպված կլինեն հաշվի առնել։ Իհարկե, այս երևույթը գերտերություններին կարող է դուր չգալ, բայց սա չպետք է հետաքրքրի Հարավկովկասյան միության պետություններին։ Քննարկման շրջանակներում դեմ զեկույցով հանդես եկավ լրագրող, Վրաստանի լրագրողության էթիկայի խարտիայի խորհրդի անդամ, Ինտերնյուզ Վրաստան ՀԿ անդամ, Media.G և MPO.G կայքերի խմբագիր Դավիթ Մչելիձեն։ Նա իր ելույթում նշեց, որ Վրաստանն իր անվտանգության հեռանկարը տեսնում է ՆԱՏՕ-ի, իսկ Հայաստանը Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ երկրների հետ։ Վերջինս ստեղծվել է որպես հակակշիռ ՆԱՏՕ-ի, որը հակասում է Վրաստանի եվրոատլանտյան ձգտումներին։ Տնտեսական առումով, ըստ բանախոսի, ևս հնարավոր չէ։ 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը գրեթե 2 անգամ գերազանցել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին առևտրային շրջանառությանը։ Հայաստանը ձգտում է դեպի մաքսային միություն, իսկ Վրաստանը դեպի Եվրամիություն։ Ադրբեջանն էլ դժվար թե վերացնի տնտեսական շրջափակումը, քանի դեռ կա Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Այնպես որ Կովկասյան միության ստեղծումը անհեռանկար գաղափար է, եզրափակեց բանախոսը։ Հանդիպման ընթացքում կողմ և դեմ քվեարկողների միջև տեղի ունեցավ ակտիվ քննարկում։ Ելույթ ունեցողները պարզաբանեցին իրենց դիրքորոշման պատճառները, որից հետո տեղի ունեցավ քվեարկություն։ Ձայների զգալի մեծամասնությամբ 42 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ ընդունվեց Հարավկովկասյան միության ստեղծման գաղափարը։ Քվեարկությունից հետո Լուիզա Պողոսյանը Թեքալի տրանզիտ բաժնում ներկայացրեց Լևոն Ջավախյանի վերնիսաժ պատմվածքների և հոդվածների ժողովածուն, որոնք հեղինակի ինքնագրով ուղարկվեցին Ադրբեջանի և Վրաստանի ընթերցողներին ու թարգմանիչներին։ Մինչ այս 2013 թվականին Թեքալի տրանզիտով Բաքվից Երևան էր հասել ադրբեջանցի գրող Սեյմուր Բայջանի Գուգարգ վեպը,
որն արդեն թարգմանվում է հայերեն եւ հատվածաբար ներկայացվում հայաստանյան ընթերցողին։ Եվ նույն թեկալի տրանզիտով Երևանից Բաքու էր հասել Պարույր Հայրիկյանի դեպի բացարձակ ժողովրդավարություն աշխատությունը, որը քննարկման նյութ է դարձել Ադրբեջանի քաղաքական, քաղաքագիտական եւ հասարակական շրջանակներում։ Գեորգի Վանյանը ցանկություն հայտնեց, որ Լևոն Ջավախյանի գիրքը անպայման թարգմանվի ադրբեջաներեն ու վրացերեն, որպեսզի Ադրբեջանի եւ Վրաստանի հասարակություններն այս գրքի միջոցով տեսնեն իրական Հայաստանը եւ ոչ այն, որը քարոզչամեքենան է հրամցնում։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Թեքալիի գործընթացում Երևանից Բաքու եւ Բաքվից Երևան Թեքալիի տրանզիտը գործողության մեջ է ու բաց յուրաքանչյուր ստեղծագործ եւ ասելիք ունեցող անհատի կամ խմբերի համար։ Ну, я думаю, что, во-первых, получился спонтанный, стихийный, искренний, очень полезный разговор. Дело не только в том, что по итогам голосования 41 было за Союз, а 17 или было больше, чуть больше было против. А дело было в том, что получился повод для того, чтобы начать думать в другом направлении, чем мы до сих пор думали. До сих пор мы думали о том, как нам размежеваться, как нам разбежаться. То есть этот тип мышления был против географической реальности. Географически мы соседи. Ни вы, ни мы на Луну не улетим. И мы обречены жить вместе. И вот мы обречены найти общий язык. Я думаю, что вот этот немножко утопический посыл, вброс идеи о том, как нам создать некий союз, чтобы грузины, армяне, азербайджанцы жили в одном государстве, то ли федеративного, то ли конфедеративного, то ли евросоюзовского образца, я думаю, что он был плодотворный в том смысле, что открывал новые горизонты, новые перспективы для размышлений. Когда Циолковский мечтал о космических перелетах, он был преподавателем очень бедным, очень ограниченными возможностями. Но мечта была, и он рассчитывал, писал и что-то предлагал. Когда мы знаем, что сейчас мы живем в космическую эпоху. Когда Мартин Лютер Кинг мечтал о том, чтобы афроамериканцы стали равноправными гражданами Америки, в Южных Штатах Америки в ресторанах были, значит, объявления о том, что в ресторан с собаками неграм вход запрещен. Сейчас в Америке чернокожий президент. То есть нужно начать мечтать в нужном направлении. Вот если мы начнем мечтать о том, чтобы мы, забыв наши распри, оставив в сторону распри, начали бы думать над полезными для нашей жизни вещами. Предположим, после вот этих обсуждений ко мне вышли, спросили, а на что нам нужно Армянии? У Армении ничего нет. Я сказал, что а вы не думаете о том, что у армян есть руки, что они могут создавать, строить, шить, что-то изобретать. К армянам нужно относиться как к творческому, производительному народу, а не тем, кто через мушку оружия смотрит на нас. Вот в этом случае и мы должны перестать надеяться на свое природное богатство. Мы должны думать о том, что по соседству с нами живет народ, который может стать потребителем наших товаров, которые мы производим. И мы можем стать потребителем их товаров. Если 9 миллионов Азербайджан для армянского производителя, для крестьянина, для ремесленника, производственника будет рынком, где он сможет продать и заработать. Притом мы, если изобретем какие-то механизмы безопасности, я думаю, что намного нам будет легче решить наши нынешние разногласия, чем если всего этого не будет. Ես շատ լավ հասկանում եմ, որ այդ միությունը ստեղծելը արագ ստեղծվող միություն չէ դա, այն պահանջում է ժամանակ, նախ եւ առաջ մինչեւ այդպիսի միություն ստեղծելը իմ կարծիքով պետք է կատարվեն որոշ միջոցառումներ իրականացվեն, խոսքը գնում է ազգերի թշնամական վերաբերմունքի վերացում, պրոպագանդայի դադարեցում, հակահայկական եւ հակաադրբեջանական զինվելու կանգնեցում իմ կարծիքով այդ միությունը անհրաժեշտություն է ներկայումս, որպեսզի վերանա թշնամությունը այս տարածաշրջանում եւ դրա համար իհարկե մեծ ճանապարհ պետք է անցնի։ Հիմա սկզբից դա թվում է երազանք, որպես դիտվում է, ես հասկանում եմ դա, բայց ինքը գաղափարը վատը չէ,
վատը չէ, որ վերջապես դրվի վերջ դրվի այդ պատերազմական թշնամական վերաբերմունքին, որը մենք ունենք իրար նկատմամբ. За последнее время, с момента возникновения конфликта, это первая попытка собрать всех представителей Грузии, неправительственных организаций, активистов Грузии, Армении, Азербайджана. И мы постарались предоставить Южно-Кавказский союз за и против, тематику такую. Лично я считаю, что интеграция – это выход из всех ситуаций, из тяжелых ситуаций, из экономически тяжелого положения сегодня. Голосование показало вам, что большинство за интеграцию, за Южно-Кавказский союз. Но остальные такие моменты уже должны решать специалисты, которые этим делом займутся вплотную, которые намного продвинуты, чем мы, правозащитники. Это идея, это месседж руководству Армении, Грузии и Азербайджана. Это будет все лоббироваться в интернете, лоббироваться в различных СМИ, газетах. И я думаю, что это уже пора начать. Мы с Георгием Ваняном поговорим насчет дальнейших действий. И нужно создать группу, которая будет исследовать все варианты решения этих проблем. И уже в следующий раз мы на стол положим более объемный, более проработанный документ. Եթե հիշում եք 2011 թվականին մենք Թեքալի առաջին հանդիպումը սկսեցինք Վրաստանի մեդիացիան, հնարավոր մեդիացիան հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հաղթահարման գործում։ Ես կարծում եմ, որ մեր սկսած այդ խոսակցությունը հասունացրել է այսօրվա այս թեմայի քննարկմանը Հարավկովկասյան միություն կողմ եւ դեմ ձևաչափով եւ համարում եմ կայացած այսօրվա խոսակցությունը։ Հենց միայն այն, որ Գերակշիռ մեծամասնությունը քվեարկությամբ կողմ քվեարկեց, դա արդեն խոսում է ինչ-որ պահանջի մասին։ Տեսեք, մեր հասարակություններում յուրաքանչյուր ընտանիքում, թե Հայաստանի, թե Ադրբեջանի, կա խաղաղության պահանջը, բայց այդ խաղաղության պահանջը հրապարակ չի մտնում։ Մեր նպատակն է, որպեսզի խաղաղության այդ պահանջը խոհանոցներից տեղափոխենք հրապարակ եւ խաղաղության պահանջը տրանսֆորմացնենք հասարակական, սոցիալական պատվերի։ Երբ որ մեր հասարակություններում կլինի այդ սոցիալական պատվերը խաղաղության, շատ արագ մեր քաղաքական եւ պետական գործիչները կլուծեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտը եւ կհաստատվի երաշխավորված խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այսօրվա մեր այս քննարկումը արագացնում է այդ գործընթացը։